Գերմանիայի հարավում Բավարիայի լեռնային շրջանում գտնվում է Եվրոպայի ամենահայտնի ամրոցներից մեկը՝ Նոյշվանշտայնը։ Այն համարվում է 19-րդ դարի ճարտարապետության նշանավոր օրինակ եւ ամենաշատ այցելվող պատմամշակութային վայրերից մեկը Գերմանիայում։ Ամրոցը հայտնի է իր յուրահատուկ արտաքին տեսքով եւ կապվում է Բավարիայի թագավորական պատմության հետ։ Նոյշվանշտայն ամրոցի կառուցումը սկսվել է 1869 թվականին Բավարիայի թագավոր Լյուդվիգ II-ի նախաձեռնությամբ։ Թագավորը ցանկանում էր ստեղծել առանձնացված եւ խորհրդանշական ամրոց, որը կարտացոլեր միջնադարյան լեգենդների եւ ասպետական պատմությունների աշխարհը։ Չնայած մեծածավալ աշխատանքին, ամրոցի շինարարությունն ամբողջությամբ չի ավարտվել։ Թագավորը մահացել է մինչև աշխատանքների ավարտը։ Նոյշվանշտայնը կառուցված է լեռան բարձրադիր հատվածում եւ շրջապատված է անտառներով ու լեռնային լանդշաֆտով։ Ամրոցի արտաքին տեսքը հիշեցնում է միջնադարյան ամրոց, սակայն այն իրականում ստեղծվել է 19-րդ դարում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ներսում եղել են ժամանակի համար նորարարական համակարգեր, ջեռուցման համակարգ, հոսող ջուր, ժամանակակից խոհանոցային հարմարություններ։ Այս փաստերը ցույց են տալիս, որ ամրոցը համատեղում է հին ոճն ու նոր տեխնոլոգիաները։ Նոյշվանշտայն ամրոցը դարձել է բազմաթիվ արվեստագետների եւ ճարտարապետների ներշնչանքի աղբյուր։ Նրա արտաքին տեսքը ծառայել է որպես օրինակ հայտնի հեքիաթային ամրոցների ստեղծման համար։ Տարեկան միլիոնավոր զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր անկյուններից այցելում են ամրոց։ Այն համարվում է Գերմանիայի ամենաճանաչելի ճարտարապետական խորհրդանիշներից մեկը։ Այսօր Նոյշվանշտայնը կարևոր մշակութային եւ զբոսաշրջային կենտրոն է։ Այն ներկայացնում է 19-րդ դարի Եվրոպայի գեղարվեստական ճաշակը եւ պատմական հետաքրքրությունը միջնադարյան ավանդույթների նկատմամբ։ Ամրոցը համարվում է ոչ միայն պատմական հուշարձան, այլ նաև մշակութային ժառանգության արժեքավոր օրինակ։ Նոյշվանշտայն ամրոցում պատմական ոճը վերակենդանանում է նոր ժամանակներում։ Այն միավորում է ճարտարապետական երևակայությունը, տեխնիկական առաջընթացը եւ պատմական մշակույթը։ Ամրոցը շարունակում է մնալ Եվրոպայի ամենահայտնի պատմամշակութային վայրերից մեկը եւ այցելուների ուշադրությունը գրավում է իր յուրահատուկ տեսքով։